Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 8-ն է։ Ընտրություններից հետո առավոտն է, քաղաքական խաչմերուկն է եթերում, ես դժգոհ եմ ընտրությունների արդյունքների, ճիշտ է, քաղաքացիական պայմանագիրը հաղթանակ է տանում եւ ձևավորելու է կառավարություն, բայց հաստատի հավանականությունը մեծ է, որ ԲՀԿ-ն նույնպես անցնի խորհրդարան։ Հիմա այդ հարցը քննարկվում է, քանի որ ստացել է ուղիղ 4%։ Դա իրոք լուրջ մտահոգություն է իմ մոտ առաջացնում եւ փաստացի այսպիսով կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփում է քվեարկության տվյալները, ուժեղ Հայաստանը 23.9% է ստանում, ԲՀԿ-ն ուղիղ 4% է ստանում, Հայաստան դաշինքը 9.94% է ստանում եւ քաղաքացիական պայմանագիրը ստանում է 49.81%։ Ես մինչև վերջ հույս ունեի, որ նրանք չեն հաղթահարելու անցողիկ շեմը, դերևս պարզել չէ վերջնական թե ուղիղ 4%-ով նրանք հաղթահարում են թե չէ։ Եթե հաղթահարում են, ապա ընդդիմությունը հասացի ավելի շատ կլինի ներկայացված խորհրդարանում, իսկ եթե ԲՀԿ-ն չի լինում, բնականաբար այդ ձայները աշխվում են շեմը հաղթահարած կուսակցությունների միջև եւ քաղաքացիական պայմանագրի դիրքերը միանշանակ ավելի ամրանում են, ամրապնդվում են, բայց այնուամենայնիվ, եթե նույնիսկ անցնում է ԲՀԿ-ն, քաղաքացիական պայմանագիրը ունենում է կայուն մեծամասնություն խորհրդարանում եւ իրավունք է ստանում ձևավորել կառավարություն։ Սակայն իմ գնահատականով, սիրելի հայրենակիցներ, ինչ հայտարարություններ էլ հնչեն, եթե ահա այսպիսի ահռելի կաշառակերության պայմաններում են տեղի ունեցել այս ընտրությունները, սրանք կարելի համարել խայտառակ ընտրություններ 2018 թվականից ի վեր։ Ճիշտ է, այդ ընտրակաշառքը չի բաժանել Հայաստանի իշխող կուսակցությունը, բայց այնուամենայնիվ Հայաստանի իշխող կուսակցությունը տեղյակ է եղել, Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել, պատժի են ենթարկել։ Ճիշտ է, արդարության համար պետք է դա էլ նշենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն շատ լուրջ պայքար է տարել այդ կոռուպցիայի դեմ, բայց մենք հասկանում ենք, որ բոլորին անհնար էր բացահայտել, ես դրա մասին խոսում էի, բազմիցս խոսել եմ եւ կարծում եմ ոչ միայն ես եմ խոսել եւ ահա փաստը, ահա պատկերը, որը մենք ունեցանք խորհրդարանում, ներկայացված է լինելու խորհրդարանում 4 ուժ, որից 3-ը ռուսական, էլ պրոռուսական էլ չեմ ասում, կոնկրետ ռուսական։ Բայց կարևոր հայտարարություններ երեք հնչեցին միանգամից Փաշինյանի կողմից ժամը 2-ին, երբ որ ինքը մամուլ ու ասուլիս էր հրավիրել, որպեսզի հայտարարեր քաղաքացիական պայմանագրի հաղթանակի մասին, ինքը շատ կոշտ, սուր հայտարարություններ արեց, այսինքն արդեն երբ որ նախընտրական փուլը ավարտվում է ընտրություններից հետո, սրանք առաջին հայտարարություններն էին, որոնցով որ փաստացի ինքը կրկին վերահաստատեց, որ պայքարելու է քրեա օլիգարխիայի դեմ եւ պատժի է ենթարկում բոլոր քրեական օլիգարխներին, այդ թվում Սամվել Կարապետյանին, Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին եւ նրանց շրջապատին։ Փաշինյանը բառացի ասել է. մեր առաջնահերթ անելիքը մեր քաղաքացիների պահանջն է, քրեա օլիգարխիկ համակարգը վերջնական պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից։ Նրանց բացի Փաշինյանը հայտարարել է, որ ինքը կանխատեսում է միլիարդների ներդրումային հոսք Հայաստանի Հանրապետության մեջ, տնտեսական վերելքի տեմպերի շարունակություն, TRIP նախագծի արհեստական բանականության գործարանների բացման տրամաբանության մեջ։ Փաշինյանի խոսքերով ունենալու ենք հազարավոր աշխատատեղեր, նոր որակի տնտեսություն, պետություն, որի վերելքը շարունակվելու է։ Երեք նաև հակակոռուպցիոն կոմիտեն էր ամփոփել իր աշխատանքը, ձերբակալվել է 194 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 2009 անձի նկատմամբ, 84 մեղադարյալի նկատմամբ կալանք եւ տնային կալանք, 85-ի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ։ Մենք նաև տեսանք միջամտություն ԱՊՀ-ի դիտորդի կողմից Հայաստանի ընտրություններին, այսինքն շատ բան տեսանք այս օրերին, թե ինչպես Ռուսաստանի Դաշնությունների միջամտում ԱՊՀ-ի դիտորդ հավանաբար Ռուսաստանից կլիներ։ Կարևոր է նշել, որ առաջիններից մեկն էր, կարծես ամենաառաջինն էր Վրաստանի վարչապետը, որը որ շնորհավորեց Հայաստանի վարչապետին հաղթանակի կապակցությամբ, դեռ պարզ չէր, մոտ 5%-ներ ձայների հաշվարկված, բայց Կոբախիձեն
արագ հասկացավ ինչի մասին է խոսքը եւ շնորհավորեց Հայաստանի վարչապետին գրառում կատարելով X-ում, դրանից բացի հետո հերախոսազրույց է տեղի ունեցել Փաշինյանի եւ Իրակլի Կոբախիձեի միջև, դա շատ ուրախացնող է, որ ահա այսպիսի ջերմ լավ հարաբերություններ են հաստատվել Հայաստանի եւ Վրաստանի միջև եւ Վրաստանի վարչապետը շտապել է ամենաառաջիններից մեկը շնորհավորել Հայաստանի վարչապետին, շնորհավորանքներ կան Ղազախստանից, մենք տեսանք նաեւ որ Փաշինյանը հերախոսազրույց ունեցել կարճ Էմանուել Մակրոնի հետ, շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Լատվիայի վարչապետը եւ ահա արդեն քիչ առաջ Փաշինյանը նոր հայտարարությամբ հանդես եկավ, ասում է, որ Հայաստանի ժողովուրդը իր ձայներով տեր կանգնեց պետականությանը, անկախությանը, ապագային խաղաղությանը, Հայաստանի Հանրապետությանը եւ եռագլուխ այդ կուսակցությունը տարավ պարտություն։ Փաշինյանի խոսքերով մոտ ապագայում մենք պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը եւ կաշխատենք այդ ուղղությամբ, սակայն կարեւոր է նշել, որ մինչեւ այդ մեզ հաջողվել է կնքել համաձայնագիր Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, արդեն թրիփ նախագծի շրջանակներում ժամանակն է սկսել բավերացնել գործընթացը։ Վարչապետ Փաշինյանը այս հայտարարությունը արել է ազգային ժողովի հանձնաժողովների նիստում 2025 թվականի տարեկան բյուջեի հաշվետվության քննարկման ընթացքում։ Փաշինյանի խոսքերով կարևոր է նշել, որ սա իսկապես մեծ ծրագիր է, որը փոխում է իրավիճակը, քանի որ Հայաստանը, ինչպես եւ արդեն առիթ ունեցել եմ ասելու, հակամարտության փակուղուց տեղափոխվում է աշխարհի խաչմերուկի 2026 թվականին կսկսվեն իրական աշխատանքներ տեղում։ Փաշինյանի խոսքերով Հայաստանում ընդհանուր առմամբ աշխատանքներ են իրականացում նաև երթուղային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ եւ այս պահին հայտարարվել է մրցույթ Ախորիկ Գյումրի հատվածի վերանորոգման համար, որը որ կիրականացվի պետական բյուջեի հաշվին։ Մենք կիրականացնենք ընտրված երթուղային նախագիծը, այդ թվում միջազգային գործընկերների հետ միասին։ Հարց է առաջանում, որ գործընկերների։ Հույսով եմ, այդ գործընկերների մեջ Ռուսաստանը չէ։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, այս պահի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից կրկնեմ, քաղաքացիական պայմանագիրը ստանում է խորհրդարանում կայուն մեծամասնություն։ Մի նայեք այդ տոկոսներին, որ 49-ի ինչ կան է, 50-ից ավել չէ, քանի որ բազմաթիվ են չանցնող կուսակցությունները խորհրդարանում, այդ ուժերի ձայները բաշխվելու են 3 կամ 4 ուժերի միջև, ես շատ հույսով եմ, որ 3 եւ նույնիսկ եթե 4 ուժերի միջև բաշխվեն եւ Բարգավաճ Հայաստանը նույնպես անցնի խորհրդարան, միևնույն է քաղաքացիական պայմանագիրը կունենա կայուն մեծամասնություն խորհրդարանում, բայց շատ եմ ուզում, որ չանցնի ախր ԲՀԿ-ն, քանի որ մենք բոլորս շատ լավ գիտենք, որ այդ ամենը տեղի ունեցել ինչ պայմաններում։ Եվ ցավոք պետք է փաստենք, որ Հայաստանում ընդդիմափոխություն տեղի չունեցավ։ Մեծ ցավով պետք է փաստենք, եւ սա կրկին շարունակում է մեծագույն վտանգը մնալ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար։ Ես հիմա շատ եմ հույսով, որ Փաշինյանը վերջապես լուրջ քայլերի կդիմի եւ լուրջ գործողություններ կսկսի իրականացնել, որպեսզի այդ քրեա օլիգարխ համակարգը քանդվի։ Կարծում եմ կարևոր է նաեւ անդրադառնալ Իրան-Իսրայել թե ինչ տեղի ունեցավ երեք, երբ որ մենք հետևում էինք Հայաստանում տեղի ունեցողին, փաստացի պատերազմը վերսկսվեց Իրանի եւ Իսրայելի միջև, Իրանը մի քանի հրթիռ արձակեց Իսրայելի ուղությամբ, եւ դա կապված էր ուղիղ Լիբանանում տեղի ունեցողի հետ, եւ Իրանը մեղադրեց Իսրայելին, որ հրադադարը խախտել է բազմիցս, Իսրայելը եւ դրա համար իրենք հրթիռային հարձակման են ենթարկել Իսրայելը, մենք տեսանք Թրամփ Նետանյահու հեռախոսազրույցը, Թրամփի հայտարարությունները, այդ հայտարարություններից հստակ պարզ է դառնում, որ Թրամփը չի ցանկանում, որպեսզի պատերազմը վերսկսվի եւ Նետանյահուին կոչ էր անում, որպեսզի Նետանյահուն չհարվածի Իրանին, ուզում է Թրամփը գործարք կնքել կրկին Իրանի հետ։ Պարզ է, որ չպետք է եւ ստացվեր այս պահին, եւ մենք տեսանք առավոտյան արդեն Իսրայելի հարվածները Իրանին։ Դրանից առաջ Իսրայելից հստակ հաղորդագրություններ եղան, հայտարարություններ, որ շատ վատ կլինի Իրանի համար, շատ վատ։ Եվ մենք արդեն տեսնում ենք, որ առավոտյան Իսրայելը հարձակվեց Իրանի վրա,
ինքնաթիռներով եւ բազմաթիվ արդեն հարվածներ է հասցրել Իրանին եւ շարունակում է հարվածներ հասցնել։ Կարծում եմ կարևոր է նաեւ նշել այն, որ հուտիներն են արդեն մտել խաղի մեջ եւ հրթիռներ են արձակում Իսրայելի ուղությամբ։ Իրանը պատասխան կրկին նոր հրթիռներ է արձակել առավոտյան Իսրայելի ուղությամբ։ Դրանից բացի շատ են ակտիվացել Իրաքում այդ շիա խմբավորումները, որոնք որ հարված են հասցրել ամերիկյան ռազմաբազային, այսպիսի մի խառը շատ ծանր իրավիճակի հիմա կրկին ձևավորվել մերձավոր արևելքում եւ ուզում եի որ այս մասին նույնպես տեղեկանայիք, հետո անպայման ավելի մանրամասն կխոսենք։ Ամբողջ գիշերը հետևել եմ թե ինչ զարգացում կունենան այս ընտրությունները, դրա համար փոքր հոգնած, բայց ես հետ միասին սիրելի հայրենակիցներ, կարևորը այն է, որ արդեն խորհրդարանական ընտրությունները ավարտվեցին, Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության այս պահին ոչինչ չի սպառնում, բայց ընդհանուր առմամբ սպառնալիքները բավականին էլ մեծ են, քանի որ Հայաստանում ընդդիմափոխություն տեղի չունեցավ։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։